որպես օգտագործող ուզում եմ իմ փորձը ներկայացնեմ, ես մի քանի օր առաջ արդեն ստացել եմ ծանուցում իմ Արմեդի հավելվածով եւ որ ես դարձել եմ շահառու։ Տենց դե Արմեդի հավելվածը COVID-ի ժամանակվանից օգտագործում եմ եւ այնտեղ ուրիշ ինֆորմացիա էլ կա էլի անձնական բժշկական եւ այնտեղ արդեն գրված է, որ ես համարվում եմ շահառու, նաեւ կա հղում, որին սեղմելով բացում է մի լայն ցանկ, շատ մեծ, այսինքն նույնիսկ չես կարող էլի ամբողջանալ թե ինչ է ներառված այդ փաթեթում, ենթադրում եմ, երբ որ կսկսենք արդեն օգտագործել, նաեւ այդ ինֆորմացիան կլծվի Եվ ես էլ խնդրում կոչ եմ անում բոլորին ներբեռնել եւ գրանցվել, պարզանդը ՀՑՀ-ով է գրանցում, եթե չեմ սխալվում, եւ բոլորը իրենց կարգավիճակը կարող են տեսնել։ Այսինքն հիմա ես հասկանում եմ, որ այսքան հարց պատասխան տալու փոխարեն գնանք այդ ներբեռնենք այդ Արմեդը եւ մեր բոլոր հարցերի կամ առնվազն հարցերի մի մասի պատասխանը կստանանք։ Պարոն Հայրապետյան, մեր ինտերնետային համակարգը պատրաստ է, որ հեսա նիստից հետո հանրապետությունը սկսելու է բան անել, ներբեռնել Արմեդ համակարգը, ու ինտերնետը չի կախի հանրապետության։ Հույս ունեմ, որ ոչ։ Դե հույսը մենք ունենք, դուք պետք է ասեիք ոչ։ Չէ, կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանում։ Շատ լավ, համեցեք։ Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ ասել, որ իհարկե կան մարդիկ, ովքեր հավելված ներբեռնելու, կայք մտնելու, գուցե ունենան դժվարություններ, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան եւս կարող են ստանալ եւ մենք նաեւ 65+ քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս երկու օրը, որ կարգավիճակ նրանց արդեն շնորհվել է, այսինքն բոլոր միջոցներով կաշխատենք տեղեկացումը անել։ Ես կոչ կանեմ, որ բոլորը ներբեռնեն, որովհետեւ եթե մեր տատիկները, պապիկները չեն կարան թորնիկները անեն, հարևանը կարա անի։ Եվ ինչ ես մի հատ կարևոր նյուանս կա, ես չեմ ուզում այս պատմության մեջ նեգատիվ կոմպոնենտ մտցնել ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մի հատ հետեւյալ շատ կարևոր հանգամանքն էլ կա։ Արմեդի հավելվածի մեջ մեր անունով եւ մեզ համար ֆիքսված ամեն ծառայություն ֆիքսելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։ Մենք եւ սա թափանցիկության շատ կարևոր մի չափանիշ է, որովհետեւ ցավոք սրտի նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել եւ այլն, մարդիկ են դատապարտվել, երբ որ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել եւ պետական բյուջեից փողեր են ստացվել եւ այդպես շարունակ։ Սա շատ կարեւոր է նաեւ թափանցիկության առումով, որ եթե իմ անունը միտեղ գրել են եւ իմ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ մի րոպե ես ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար է դուրս գրվել, առնվազն գոնե կլինեն մարդիկ, ովքեր կհազանգեն, կասեն, ես ինչ գումար իմ անունով դուրս գրվել։ Այսինքն սա էլ է մի հատ շատ կարևոր նրբություն, որը պետք է հաշվի առնել, նաև սա առողջության ապահովագրություն նաև հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։ Համեցեք։ Եվ մի փոքր լրացում, պարոն վարչապետ, քանի որ մեր նպատակն է, որ մենք մեր առողջությանը վերաբերվենք որպես ռեսուրս, այսինքն մի դեպոզիտային հաշիվ, մենք այդ անալոգները քննարկել ենք աշխատանքային քննարկումներում, եւ ինչպես մեր բանկային հաշիվն ենք միշտ դիտարկում, այս օգտահաշիվն էլ մեր ամբողջական առողջության պատմությունն է եւ պիտի մեզ հուշումներ տա նույն տարեկան զննումների մասին, պարտադիր սկրինինգային ծրագրերի մասին, այսինքն մեր առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը եւ դրա վարումը հենց այս գործիքի միջոցով պիտի արվի եւ մեր քաղաքացիներն էլ հենց ակտիվ մասնակիցն են իրենց առողջությանը հետևելու առումով։ Շատ լավ, եւ այնուամենայնիվ ամփոփելով, եթե այլ դիտարկումներ չկան, համեցեք։ Բոլոր դեպքերում ուզում եմ նշել, որ մտավախությունը ոչ այնքան ինտերնետ կապի հետ է կապված, այլ
ավելի շատ միաժամանակյա մուտքերի հենց արմետ համակարգ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, հունվարի 1-ից կոչ ենք անում անմիջապես չգրոհել բժշկական հաստատությունները, նաև հույս ունեմ, որ նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի եւ հենց ինքը համակարգը պատրաստ կլինի, որովհետեւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կարելի է ներբեռնել, որովհետեւ որքանով էլ որ տեխնիկապես համակարգը պատրաստ լինի, միաժամանակյա հազարավոր, էլ չասեմ տասնյակ հազարավոր մուտքերին շատ քիչ համակարգեր կան, որ կարող են դիմանալ։ Բացառապես սրանով Շատ լավ, դե կպայմանավորվենք 1,600,000 հոգով, ով որ ժամին ներբեռնում, դրանով հարցը կլուծենք։ Համեցեք, պարոն Գրիգոր։ Մի շատ հետաքրքիր բան կա, կարող է նույնիսկ հիմա տարօրինակ թվա, բայց շուտով շատ ռեալ է լինելու, այս համակարգում հիմա այս տրամաբանությունն է կառուցված, որ վաղը մյուս օր առողջ ապրելակերպ վարող մարդը միավոր է հավաքելու, այդ միավորները օգտագործի որպես կարող է բարեկամին կամ ծնողին փոխանցելու հնարավորություն եւ արժեք։ Այսինքն գրոհել պետք չի։ Եթե չգրոհենք, այդ գրոհելն զուգահեռ բալանսում կա նաև միավորների կուտակման տրամաբանություն, այդ պատմությունը միևնույնն է, մի օր օգտագործվելու է։ Եվ մենք կարծում ենք, որ դա ամենալուրջ խթանն է լինելու, որպեսզի համակարգը բալանսավորված աշխատի։ Ու մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է ով է ծխում, ով չի ծխում, ով է առողջ ապրելակերպով զբաղվում, ով է առողջ, որովհետև հա, մենք պետքա գրոհենք առողջ ապրելակերպ, պետք է մարզասրահները գրոհենք, պետք է քայլուղիները, վազքուղիները, հեծանվուղիները եւ ընդհանրապես պետքա մեր գրոհները այդ ուղղությամբ լինեն, որովհետև մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ բանին, ծխելուն եւ անառողջ այլ գործելա բաներին, գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ, ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է եւ հետեւաբար ես ինչի պետք է ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, միջև գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրա, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն, դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, ես մարդ, որը ծխել է, ընդ որում տեն շատ է ծխել։ Ես ասում եմ, դա հարգելինես, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։
Մենք շարունակաբար հետևողական պետքա խոսենք, պետքա համակարգեր ստեղծենք, պետքա հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ դա պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստեմ փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ է մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք է, մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս։ Առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի։ Մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20000 դրամ է։ Մուժիկին պետք է միզիկ կոշիկ։ Սա իրոք հայեցակարգային ուրիշ հարց է։ Պարոն Թորոսյան, ճիշտ եք ասում, բայց դե մի հատ ուրիշ խնդիր կա, 21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Իմ մեր ամբողջ խնդիրն է նա, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենա բանի ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։ Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այն է, որ մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եվ սա համակարգված խնդիր է։ Համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որ ասենք տղամարդը չհասկացան, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի, պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Գյուղամեջ, իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան։ Տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն խնդիրն է նա, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ո՞նց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ո՞նց կարելի է կառավարության մակարդակով, ո՞նց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրենց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետեւ այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար հիմա այս խնդիրը կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Մի քանի հատ էլ կարող է
ոլորտի պրոֆեսիոնալ ընկերություններ, որոնք մեր հնայի մեջ 0.0000001% են կազմում։ Հետևաբար կառավարությունն է այն սուբյեկտը, որը պետքա բրենդավորի առողջ ապրելակերպը եւ մեր համապատասխան առաջինը ԿԳՄՍ-ն եւ առողջապահության նախարարությունը կառավարության մյուս օղակների հետ։ Եկեք բրենդավորենք առողջ ապրելակերպը։ Հիմա մենք որ վարչապետի գավաթ ենք անում, ինչի համար ենք անում։ Մարդել կա կարասի, այդ չհասկացես, երկրի վարչապետը պարապա գնում նստում նայում թե ոնց են երեխեքը լողում, գնում նստում նայում թե ոնց են երեխեքը թենիս։ Դա բրենդավորման է բանի մասա, որը մենք հələ շատ նախնական, շատ բան տնայնագործական ենք անում։ Դա պետքա գնալով դառնա ավելի ու ավելի պրոֆեսիոնալ։ Եվ հետեւաբար առողջ ապրելակերպի բրենդինգը դառնում է մեր առաջիկա կարևոր անելիքը, մանավանդ որ մենք ենթակառուցվածքները արդեն շատ թե քիչ ստեղծել ենք։ Շատ թե քիչ ստեղծել ենք եւ մեր սպորտի զարգացման ռազմավարությամբ, առողջապահության զարգացման ռազմավարությամբ, այո ճանապարհներով եւ այլն, որտեղ վազելու համար էլ է տեղ պետք։ Կանաչ գոտիների, զբոսայգիների բանով եւ այդ էլի մի քանի նախագծեր կան, որ ներկայացվել են, ես նախնական հավանություն եմ տվել այդ նախագծերին, այդ ամեն ինչը պետք է բան անենք։ Դա պետք է դառնա ուղղակի սովորական առօրյայի մաս եւ քաջալերվի հանրության կողմից, քաջալերվի։ Սա ամենակարևոր բանն է։ Իմիջայլոց ասեմ, միջև իմի sense բանը կա, որ այդ հազար ներողություն, բայց այդ աղքատ հանրության բանն է, արձագանքն է, որ ասենք մեկը տեսնում են մի քիչ նիհարել, ասում են, վայ, ես ինչ ես նիհարել, հո բան չի եղել։ Մինչդեռ այսօր մարդիկ նախ բանը ավելորդ քաշը գլոբալ պրոբլեմա, երեխաների շրջանում ավել քաշը գլոբալ պրոբլեմա, որը հասուն տարիքում բերելու է արդեն շատ լուրջ առողջական պրոբլեմների, բայց մյուս կողմից է մենք բոլորս այդ պրոբլեմը ունենք։ Հələ մենք ինչքան նիհարում ենք, պետք է 5 անգամ, չէ, բայց էական 5 անգամ շատ ասեցի։ Լավ, որ հասնենք նորմատիվային բանի, քաշերի, բայց այնուամենայնիվ սա շատ երկար թեմա է, շատ չշեղվենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված փաթեթն ենք այսօր ընդունում եւ այդ էլ ասեմ, ես ինչքան էլ ասեմ Mercedes Zaporozhets պատրաստ անպատրաստ, մենք պատրաստ ենք, իմ գնահատականն է նա, որ մենք պատրաստ ենք եւ մենք փուլային ենք պատրաստվել, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք չնայած 2024 թվականի հունվարի 1-ից բանը չարեցինք ապահովագրությունը, բայց մենք օֆերտայի համակարգը ներդնեցինք, որը մի հատ էսպիսի էլի բան առաջացրեց, տենց կիսացնցում առաջացրեց, բայց այդ կիսացնցումը մեզ պետք էր որպես միջանկյալ վիճակ առողջության ապահովագրության համակարգին անցնելու։ Այնպես որ առաջարկում եմ քվեարկել, եթե այլ դիտարկումներ չկան իհարկե։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Անոնեսյան, այն խումբը, որ 200,000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, ու ոնց հասկացա, եկամտահարկից է վճարվելու այդ գումարները, ուզում եմ հասկանալ, որ օգտվում ես եկամտահարկի հետ վերադարձից այդ ժամանակ, ոնց է այդ տեղի ունենալու, օգտվելու ես ու ապահովագրությունից, թե ոչ։ Թե ճիշտ չեմ հասկացել, եկամտահարկից չի վճարվում։ Չէ, այսպես է, կախված աշխատավարձի չափից 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 2026 թվականի ընթացքում կսուբսիդավորի սոցկրեդիտների համար 6,000 դրամ։ Գործատուի համար վճարվող հատվածը մնում է 4,800 դրամ, որից 4,500 դրամը կվճարի զինապահի խնայողության հաշվին, մնացած 300 դրամը կպահվի արդեն աշխատավարձից։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար նրանք 3,300 դրամի չափ է մնում աշխատավարձից պահումը եւ դա հաջորդ տարի կարող են այո եկամտահարկի վերադարձի շրջանակում սոցկրեդիտով հետ վերադարձ ստանալ։ Հնչեց ձեր հարցի պատասխանը։ Շատ լավ, այլ հարցեր։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։